Փետրվարի 7-ին ամրոցի մրադամն ամփոփել է Ծիլ տուր հայերեն ամենամյա ստեղծագործական մրցույթը։ Մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվել են լավագույն աշխատանքները հիմնադրամի եւ գործընկերների կողմից հանձնվել մրցանակներ։ Ծիլ 2025 ստեղծագործական մրցույթի դրա նպատակների, անվանակարգերի, ներկայացված աշխատանքների, հաղթողների ու մրցանակաբաշխության մասին ենք խոսելու մեր հյուրերի հետ։ Ներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին, Ամրոց ազգային զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անի Ղազարյան, ստեղծագործություն անվանակարգի լավագույն աշխատանքներից երկնքի 3 աստղերը ստեղծագործության հեղինակ Անի Դանելյան։ Բարի լույս։ Ողջույն Անիներ։ Այո։ Մենք արդեն պայմանավորվեցինք եւ ես խնդրեցի, որ եթերի ավարտի նրանք չգնան, ես պետք է գնամ այնտեղ կանգնեմ եւ երազանք պահեմ։ Անի երազանքը կատարվել է, նա հաղթողը ճանաչվել է անվանակարգում, հետեւաբար այնպես փոխը ինձ ինչպես ասում են։ Այո։ Պատմեք նաև զարգացման ծրագրի մասին եւ հիմնադրամի գործունեության մասին։ Սկսենք ակունքներից։ Ակունքներից կա։ Մեծ Անից։ 2022 թվականից Ամրոց հիմնադրամը իր լեզու հիմնասյան համապատասխան իրականացնում է Ծիլ տուր հայերեն ստեղծագործական մրցույթը։ Այստեղ մի քայլ ակունքից կա։ Ամրոց հիմնադրամը 4 հիմնասյուների վրա ստեղծված կառույց է, լեզու, հայրենիք, հավատք եւ արժեքներ, եւ յուրաքանչյուր հիմնասյան համապատասխան ունի իր ծրագրերը։ Ծիլ տուր հայերենը համահայկական պատանեկան ստեղծագործական հարթակ է, որտեղ յուրաքանչյուր տարի տարբեր խորագրով կազմակերպվում է մրցույթներ, միջոցառումներ, աշխատարաններ հայ պատանների համար ոչ միայն Հայաստանից, նաև Սփյուռքից։ Հիմնականում մեր թիրախումբը 14-ից 17 տարեկան է, կազմակերպում ենք նրանց համար։ Այս տարի անդրադառնանք այս տարվան, խորագիրը Իմ անունով երկիր է, որտեղ որ մենք ուզում ենք, որ պատանիները ներկա սերունդը յուրաքանչյուրը գրեր իր անունով երկրի մասին, ոչ միայն ֆիզիկական հայրենիքի մասին, այլ որն է իր ներքին աշխարհը, որն է իր անունով երկիրը այժմ։ Եվ մեզ համար շատ հետաքրքիր էր, որ պատանիները պատկերացնեն իրականությունը այնպեսին, ինչպեսին որ կա։ Դա մի փոքր մտահոգիչ է։ Ռեալիստ են այս զումերները։ Անին բար ներկայացուցիչներից մեկն է։ Գուցե մեր ապրած տարածաշրջանից է դա։ Երանի թե շատ քան կարճած չլինենք մտքերով նկատի ունեմ, ճախրելու թևեր ունենայինք։ Բայց այդ ամենին այնպեսի գեղարվեստական միտք էր տրված, որ այսպես աշխատանքները կարդալուց յուրաքանչյուրս հուզվում ենք, շատ հետաքրքիր էր։ Խոսենք նաև անվանակարգի մասին, ինչպես որոշեցիք մասնակցել երկնքի 3 աստղերը։ Ինչի մասին է ձեր ստեղծագործությունը։ Դպրոցից եմ իմացել մրցույթի մասին, այդպես շրջաբերական, ես նորն եմ իմացել այդ բառը։ Վաղուց եմ ստեղծագործում, շատ փոքր տարիքից ու իմ համար մեծ հնարավորություններ որևէ տեղ ինձ փորձելու, հասկանալու ստեղծագործական միտքս որքանով դուր կգա, որքանով կհետաքրքրի ու փաստորեն հետաքրքրեց, փաստորեն դուր եկավ։ Ստեղծագործությունը երկնքի 3 աստղերը պատմում է 3 տղաների մասին, ովքեր շատ երազանքներ ունեին, բայց պատերազմը 2020 թվականը կարծես թե կիսատ է թողնում նրանց երազանքները։ Իրականում տխուր ավարտ է, բայց ես փորձել եմ այդ տխուր ավարտի ստվերում ներկայացնել նրանց մանկությունը, նրանց պատանեկությունը, որքան էին կապված իրար հետ, ինչ երազանքներ ունեին։ Ու ցավոք սրտի պատերազմը խլում է նրանցից այդ երազանքները։ Իմ ամենամեծ նպատակը եղել է այն, որ ինչ զգում եմ, ինչ որ կա իմ ներսում, ես փորձեմ դնել այդ ստեղծագործության մեջ, այսինքն տամ այն ամեն ինչը, ինչ որ կա իմ ներսում։ Ընկերությունն էլ է շատ սիրուն նկարագրված կարծում եմ, փորձել եմ ներկայացնել, որ իրականում կա այդ ուժեղ ամուր ընկերության գաղափարը, կա ամենուրեք ու դա ուղղակի տեսնել է պետք, դա ուղղակի նկատել է պետք ու ցավոք սրտի կան ընկերություններ, կան պատմություններ, որոնք այնքան էլ լավ վերջաբան չեն։ Այդ վերջաբանը թերևս հենց ձեր համար, ձեր սերնդի համար ավելի ուրախ լինելու համար թող լինի, այդ տխուր վերջաբանը սկիզբը լինի ձեր սերնդի ավելի երջանիկ ու խաղաղ ապրելու թերևս։ Այստեղ մի բան հիշեցի Անի խոսքից, երբ որ ասաց Անին փորձում էր իր մտքերը ցույց տալ։ Մենք ի սկզբանե ժյուրիի հետ սահմանել ենք չափորոշիչներ գնահատման, այնտեղ կար քերականությունը, ուղղագրությունը, հայերեն եւ մի շարք ստանդարտներ։ Սակայն երբ որ աշխատանքները ստացանք 200-ից ավել հայտ ենք ստացել։ Կարճած չի արդյոք դա լինում քերականություն, երբ մարդու միտքը պայծառ է։ Ես դա եմ ուզում ասել, ժյուրին ասաց կարենք նայենք, բայց մեր
նպատակը Հրաշալի է, է ավելի ստեղծագործական կողմից բացահայտել նպատակները, հասկանալ կուզեի ԵՊՀ-ի ժուրֆակ ընդունվելու շարադրության մրցույթներն էլ Ոչ թե ասենք հիշում ես ինչ գույն էր, չգիտեմ ինչ ու դրա համար, քանի որ դրա ձիու գույնը չէի հիշել։ Ֆանտաստիկ բան ասեցիք իրականում։ Ու հենց այդպես ժյուրին առաջնորդվեց ավելի նայել է պատանների ստեղծագործական մտքին եւ փորձել է գտնել յուրաքանչյուր աշխատանքում այդ պատանուն։ Եվ շատ հետաքրքիր էր ժյուրին կարդալուց տեղյակ չէր ում աշխատանքն է կարդում։ Մենք փորձել ենք թափանցիկությունը, այո, այդպես ապահովել եւ անաչառությունը Եվ այստեղ հետաքրքիր էր, որ կարդալուց մեկը անի աշխատանքը մենք մտածում ենք, արդյոք անի այս տարիքի հեղինակը կարող է նման բան գրել։ Կամ գրողը քանի տարեկան է։ 16 Այն ժամանակ ստեղծագործությունը գրելու ժամանակ դեռ 15։ Ու շատ հետաքրքիր էր, որ կարդում ենք մեզ թվում էր ավելի տարիքով հասուն մարդկանց գրված է, սակայն պատանու գրված էր, եւ նույնը սեռի հետ կապված կարդում ենք, ուզում ենք հասկանալ գրողները ինչ սեռի էին, որովհետեւ ավելի sense ուժեղ ինչ որ բաներ էր գրված, հետո ժյուրին անակնկալի եկավ, ստեղծագործության անվանակարգում բոլոր հաղթողները աղջիկներ էին։ Մենք խոսեցիք անվանակարգից, մեզ հուշեցիք, որ մի անվանակարգ կա, որին ցանկանում եք անդրադառնալ, նաև խոսենք այդ կտորի մասին։ Ընդհանուր առմամբ անվանակարգերը ունենք 3 հիմնական անվանակարգ եւ 1 խրախուսական։ Հիմնականերում ստեղծագրություն, պաստառների ձևավորում եւ պատկերապատում։ Պատկերապատումը նույն մեր կոմիքսն է, մեզ հայտնի։ Կոմիքս պատկերապատում անվանակարգում հաղթող չունեցանք եւ ցանկանամ շեշտել օտարագիր անվանակարգը, որը որ խրախուսական է եւ այս տարի առաջին անգամ ենք փորձում։ Սրա նպատակը դրսում ապրող հայ պատանների ներգրավելներ ստեղծագործական եւ հայերենով ստեղծագործելու այս process-ներում։ Այս տարի ստացանք 11 հայ իրականում, տենց քիչ չի։ Առաջին անգամ ենք փորձում 8 հայտը Ռուսաստանից էր, 2 հայտը Ամերիկայից էր եւ ունենք նաեւ Վրաստանից հայտ Ջավախից այս դեպքում սակայն հետաքրքիր էր որ ստացած հայտերից երկուսը օտարագրի հենց խրախուսական մրցանակներ ստացան, ինչը մեզ ավելի ողջավորեց, որ այս տարի այս տարի եւս շեշտը դնենք Սփյուռքի վրա, կարիքը ունեն եւ այստեղ հետաքրքիր էր որ սիմվոլների տեսքով էին Սփյուռքի պատանները Հայաստանը պատկերացնում։ Իրենց անով երկինքը, եկեղեցի, զինվոր, խաչքար, շատ հստակ սիմվոլներով էին պատկերացնում։ Անի, դու նշեցիր, որ շատ վաղ տարեկից է ստեղծագործում։ Եթե անդրադառնալու լինենք քո սերնդակիցներին, օրինակ նկատում ես նրանց մեջ ստեղծագործելու ջիղ, քննարկում եք, միասին խոսում եք, թե այդպես քո մեջ է սպահում դա։ Չէ, իրականում որ ասեմ իննա չեմ պահում, այդպես էլ չի, երբ որ գրում եմ, հատկապես երբ որ ցանկանում եմ կոնկրետ այդ ստեղծագործությունը հասկանալ մարդիկ ինչ կարծիք ունեն, ոնց կվերաբերվեն դրան, ընկերներիս եմ տալիս կարդում են կամ ուսուցիչներիս կարծիքներ ուզում ես լսել։ Հա, ամեն դեպքում այդպես ավելի հաճելի է, հետո դու ինքդ հասկանում ես ինչքանով է հետաքրքրում, ու սա այնքան մեծ հնարավորություն էր, որ միշտ վախեցել եմ, օրինակ մտածել եմ, գուցե իմ ստեղծագործական միտքը, ասենք, եթե հետագայում ես նպատակ ունեմ գրքերս հրատարակելու կամ ստեղծագործություններ ինչ որտեղ թերթերում, լրագրերում ներկայացնելու համար, հասկանամ, արդյոք այդ միտքը իրենց դուր կգա, թե չէ, ու սա այսպես ոնց ինքնավստահություն է ներշնչել այս մրցույթը, որ այո, հետաքրքրում է, այո, կա հույս, հա, այդպես ասեմ, որ հետագայում այս ճանապարհը կշարունակվի, հետագայում կտպագրեմ, մարդկանց դուր կգա, կկարդան։ Մենք վստահ ենք, որ դու հաջողելու ես այդ հարցում, որովհետև իսկապես երկու հետ զրուցում ենք, հավասարը հավասարի հետ իրական զրույց է։ Խոսենք նաև մրցույթի մասին, որը օրեր առաջ կայացել է, այսպես հիշողությունները դեռ թարմ են, ինչպես անցավ մրցույթը, նաև երկուստեք կիսվեք տպավորություններով, եւ որպես կազմակերպիչ, եւ որպես մասնակից։ Սկսենք որպես մասնակցից։ Իրականում շատ հրաշալի էր, մի քիչ վախեր կա, չէ՞, ամենտեղ մտնելուց առաջ էլ որ հնարավոր է այդպես կազմակերպված չլինի կամ դու ինքդ քեզ շատ վատ զգաս, բայց իրենք ամրոց հիմնադրամուտիլը այնքան լավ էին կազմակերպել, որ մենք մտնելուն պես հասկացանք, որ մեզ այնտեղ սպասում են, մենք այնտեղ սպասված ենք ու կապ չունի դու հաղթող ես, թե մենք այն ժամանակ ընդհանրապես սկզբում չգիտենք հաղթող ենք կամ սովորական մասնակից ենք։ Հետո Տիլտա թերթոնները տեսանք, որ մեր ու ահա որ սիրուն զգացողություններ, երբ որ քո ստեղծագործությունը ներսում տեսնում ես գրված հատվածներ։ Հետո այնտեղ նաև մշակված հատված կար, երբ որ խմբագիրներն են նկարագրել, թե ինչ տեսան
ստեղծագործության մեջ։ Էդ էլ է շատ սիրուն։ Հետո ծանոթացանք ամրոց հիմնադրամի անդամների հետ, տնօրենի հետ ու ամենակարևորն էր, որ իրենք մեզ սկսեցին աջակցել, սկսեցին խոսել։ Հետո երբ դու ասում էիր իմ ստեղծագործությունն է, ինչ կարծիք ունեք դուք այդ մասին, այնքան հաճելի էր, երբ որ հիշում էին քո ստեղծագործությունը, երբ որ կարծիք ունեին։ Առաջին փորձն է, որ գրողի ճանապարհի ընթացքում անխուսափ ուղեկից է լինելու։ Հետո ծանոթացանք, որ ամրոց հիմնադրամում շատ անիներ կան, բոլորի հետ ծանոթացանք, բոլորի հետ մտերմացանք ու ընդհանուր շատ հաճելի էր։ Հատկապես երբ որ Օբերտոնի ստեղծած բանը տեսանք, տեսահոլովակ, հա, ոնց ենք ասում, անիմացիան տեսանք, ու այնքան հաճելի էր տեսնել, երբ որ քո աշխատանքը դարձրել են անիմացիա։ Սկզբում երբ որ սկսեցինք նայել, ես չպատկերացրեցի, որ հաղթող աշխատանքներն են կամ առհասարակ ուղակի, բայց երբ որ տեսա ու հասկացա, որ իմ ստեղծագործությունն էլ կա, այդ մի ուրիշ հաճույք էր ուղակի, շատ հաճելի էր։ Տեսեք ինչ լավ էի կազմակերպել։ Մենք միջոցառումը կազմակերպել ենք գրական գրքի փառատոնի շրջանակում, հենց թեմատիկ առումով, եւ այստեղ մեր ամենագլխավոր շեշտադրումն էր, որ որևէ պատանի տեղյակ չէր ինքը հաղթել է թե ոչ։ 200 հայտ ստացել ենք, որևէ մեկը տեղյակ չէր, եկել էին պատանները ու այստեղ մի կարևոր փուլ էր կար, մենք անիմացել ենք, կենթանացրել ենք ամբողջ իմաստը միջոցառման էր, որ կենթանացրել ենք աշխատանքները ու պատաները տեսնում են իրենց աշխատանքը ինչ տեսք կունենար։ Այստեղ անի աշխատանքը 3 ընկերների տեսքով էր, ունենք աշխատանք նաև Սյունյաց աշխարհի վիշապը, գրողը Շիրակի մարզից էր, գրել էր Սյունիքի վիշապի, բայց Քարավանջում ծնված վիշապը գալիս է Շիրակ, շատ հետաքրքիր լուծումներ են ստացել։ Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ, այնտեղ ժյուրին նաև իր խոսքը ասեց պատանիներին, շատ հետաքրքիր միջոցառում անցկացվեց։ Անի խոսում են գրքի տոնից, մրցույթներից, ձեր հասակակիցները որքանով են կարդում ինտերնետի դարում։ Կարծում եմ բավականին, երբ որ համեմատականներ են անցկացնում, օրինակ առաջ ու հիմա, մարդկանց մոտ թույլ կարծիք կա, որ չեն կարդում, բայց ես այդ կարծիքին չեմ իրականում։ Ունենք գրադարան, թեկուզ եւ դպրոցում շատ ենք այցելում, շատ ենք կարդում, հետո գրքի տոնին այն որ անհամբեր սպասում ենք, թե ինչ գրքեր ենք ընտրելու, որ բերեն դպրոց։ Մենք ենք գնում, մենք ենք իրար տալիս կարդում։ Իրականում չեմ կարող ասել, որ չեն կարդում, կամ այս տարիքում, թեկուզ մեր տարիքում, մեր դպրոցներում կամ առհասարակ մարզում չեն կարդում։ Կարծում եմ ընդհակառակը կա բավականին սեր ընթերցանության հանդեպ։ Ես հիմա տեսնում նաև անգամ մանկապարտեզներում են այդ գրքի տոն ասում ու 3 տարեկան բալիկներին մեր այսպես գրքի տոն է, միմյանց գրքեր նվիրելու, նոր գրքեր ունենալու։ Ես կփաստեմ դա, մենք ընտրությունը 3 փուլով ենք կատարել, վերջին փուլը հարցազրույցներ եւ հարցազրույցում հստակ ցանկանում ենք հասկանալ ստեղծագործ պատանին ինչքանով է կարդում եւ ինչ գրքեր է կարդում։ Բոլորը համատարած կարդում են, մի մասը դպրոցական առարկայացանկից էին կարդում, սակայն եւս կարդում են, եւ սա մեզ համար շատ ոգևորիչ էր։ Եվ մի բան հասկացանք, հայ գրականության, ժամանակակից գրականության մեջ կարիք կա ավելի շատ որակյալ նյութի, քանի որ կա արդեն սպառողը դրան։ Այս սերունդը ինքը արդեն ստեղծագործությունների սպառող է, սակայն կա ավելի շատ որակյալ նյութի։ Անի մի ստեղծագործություն, որ օրինակ ասես, հիմա քո հասակակիցների ենթադրենք դիտում ենք, ասես օրինակ գնացեք եւ այս գիրքը գնեք կամ գտեք, ընթերցեք, որը կլինի։ Իրականում այս վերջերս դպրոցում հյուր ունեցանք, նոր գրողներից մեկն էր մեզ այցելել, գրքային բլոգերների հետ միասին։ Ես պատմավեպեր կարդացել եմ փոքր տարիքից, 13-12 տարեկանից սկսած ու շատ եմ սկսել սիրել, այդ ինձ շատ է հետաքրքրել։ Թեև չեմ կարծում ստեղծագործելու առումով պատմավեպերի ժանրում կստեղծագործեմ, բայց ընթերցելը ինձ շատ է դուր գալիս, լինի դա Սամվել Ռաֆու, լինի Մարսպետունի, լինի Պապ Թագավոր, այդ շատ է հետաքրքրել։ Ու երբ որ այդ նոր գրողը եկավ մեզ հյուր, Թաթուլ Վանանդեցի պատմված վեպի հեղինակներ ու իսկապես այնքան հետաքրքիր էր, երբ որ խոսում է նա սկսել էր գիրք գրել, եթե չեմ սխալվում 15 տարեկանում ու շատ հետաքրքիր ստեղծագործություններ, այսինքն իմ համար նորություն էր, որ ժամանակակից գրողները գրում են պատմավեպեր ու բավականին լավ է ներկայացված այդ պատմավեպը։ Մենք մեր պատմության մեջ չունենք տենց հատուկ անդրադարձ Թաթուլ Վանանդեցունի ժամանակաշրջանին, իսկ այդ պատմավեպը իսկականից
շատ լավն էր ու շատ հետաքրքրեց։ Առավելիվս որ ձեր սերնդի ներկայացուցիչն է ձեզ ներկայացնում։ Հա, ու հատկապես որ մեզ հետ այդ մարդը, այսինքն մենք ընթերցեցինք գիրքը, հետո ինքը եկավ մեզ հյուր ու ինքն էլ էր զարմացած, որ մենք այդ գիրքը առհասարակ կարդում ենք, մեզ այդքան ոգևորել է ու ամենազարմանալին, որ ասենք մի օր եմ կարդացել, շատ զարմացած էր։ Գիշերը կարևոր հասցնես կարդալ։ Ցերեկն եմ կարդալ։ Բայց իսկապես շատ հետաքրքիր էր։ Պատմավեպերը մի ուրիշ աշխարհ են, մի ուրիշ ժանր են։ Քո պատմությանն ես ծանոթանում, բացի այդտեղ գեղարվեստական ամեն ինչ շատ սիրուն ստեղծագործություններ։ Եվ այդ գիրքը որն է խորհուրդ ես տալու։ Հանդեցին։ Հասակակիցներից են դա ես խորհուրդ տալիս այս պահին։ Կարծում։ Ֆանտաստիկ, կարդացեք։ Եվ առհասարակ սա շատ այսպես մոտիվացնող եւ քաջալերող է, երբ որ այս սերնդի ներկայացուցիչները այսպիսի գորովանքով, այսպիսի sense փայլուն աչքերով պատմում են պատմավեպերի մասին կեցես։ Նոր ինչ աշխատանքներ ունեք 2026-ի համար նախատեսած։ Ամրոց հիմնադրամով այժմ երկու հիմնական ծրագիր ենք իրականացնում։ Առաջինը ծիլ ստեղծագործական մրցույթն է, ծիլ տուր հայերեն, ծիլ ստեղծագործական ծրագիրը ծիլ տուր հայերեն մրցույթով առաջիկայում կհրապարակենք հայտերի ընդունումը եւ մյուսը հայապատում նախագիծն է, մենք փորձում ենք իրականացնել մեր գործընկերոջ հետ համատեղ հայոց պատմության ամբողջական անիմացիոն տեսաշար հենց դպրոցում կիրառելի օգտագործվող նյութի տեսքով եւ մի փոքր այսպես կարող եմ բացել գաղտնիքը մատուցման ձևաչափը այլ է կոմիքսի ձևաչափով փորձում ենք շատ բարդ է հայերենում հայոց պատմությունը կոմիքսով ներկայացնել բայց ինչ որ տարեր փորձում ենք ներառել կերպարներ կան ու կարելի է շատ հաջող ներկայացնել սասունցի դեպքին հայոց լավ վերջին ձեզ քանով հենց այդպես էլ անգամ էպոսում ենք մենք իրեն կոմիքսային են գալել դա է որ առաջիկայում 1-2 ամիս հետո կհրապարակենք դրա մասին ու ցանկանում ենք երկարաժամկետ առումով դպրոցներում հայոց պատմության որպես օժանդակ նյութն է այդ անիմացիաները նախնադարից սկսած մինչև ժամանակակից այս նորագույն շրջան մոտ 20 անիմացիա ունենալի ենք ինչ հրաշալի Անչափ հաճելի է այսպես կարդացող, խոստումնալից, հուզախառն, հուզառատ զրույց ունենալ ու արմատներին այսպես կարճած անիների հետ խոսել։ Շնորհակալ ենք շատ, որ այսպես վաղ առավոտյան մեզ հյուր եկաք, ձեզ լավ օր, շնորհակալություն մեր հեռուստադիտողներին մեզ հետևելու համար, ձեզ եւս լավ օր, գրքի տոն է, գնեք լավ գրքեր, կարդացեք լավ ստեղծագործություններ, առհասարակ ընթերցեք դա, այսպես ֆանտաստիկ։ Եվ լսեք հրաշալի երաժշտություն ու մնացեք կենտրոնի եթերում։